Ընկերներ ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են, այսօր նորից խոսելու ենք խաղաղության համաձայնագրի մասին, բայց մինչև բուն թեմային անցնելը առաջարկում եմ բարենորդագրվել մեր YouTube ալիքին, հավանել, տարածել ընդհատակից զրույցները, ինչը շատ կարևոր է մեր նախաձեռնության համար, եւ այսպես փաստորեն վարչապետ դառնալուց 7 տարի անց վերջապես Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ կարելի է արտաքին քաղաքականության մեջ նաև օգտվել Հայաստանի երրորդ հանրապետության անցյալի հարուստ փորձառությունից։ Շատերի համար այս միտքը կարող է տարօրինակ թվալ, շատերը կարող են հասկանալ, թե ինչ եմ ասում, բայց հիմա կբացատրեմ։ Մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի ակտիվությունը խաղաղության համաձայնագրի հետ կապված, մինչ Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում, թե մեր զինված ուժերը կրակում են, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը ամեն պահ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, նույնիսկ միակողմանի։ Եվ փորձագետները, քաղաքագետները ճիշտ են նկատում, Փաշինյանի ակտիվությունը ամենևին էլ ուղղված չի Ադրբեջանին, իրենք Ադրբեջանի հետ շփվելու բնականաբար այլ խաղովակներ ունեն, առնվազն WhatsApp-ը կա ու կա, WhatsApp-ի չաթերը։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը աշխարհին է փորձում ցույց տալ, որ ինքը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, փորձում է ապացուցել, որ Հայաստանը կառուցողական կողմն է, իսկ Ադրբեջանը ընդհակառակը կառուցողական չի եւ տապալում է վերջին տարիների բանակցային գործընթացը, տապալում է խաղաղությունը որպես այդպիսի։ Գանք նախնական մտքին, տարօրինակ մտքին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը օգտվում Հայաստանի անցյալի փորձառությունից, ուզում եմ հիշեցնել, որ նմանատիպ ոճով ժամանակին հանդես է եկել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում պատմել է դրա մասին, թե ինչպես է ինչ-որ մի առիթով Ելցինի ներկայությամբ նեղը գցել Հեյդար Ալիևին, որ անդադ Ելցինի ներկայությամբ բողոքել է Հայաստանի ապակառուցողական քայքայիչ քաղաքականությունից, Տեր-Պետրոսյանը ասել է, բերեք հենց հիմա ստորագրեմ։ Եվ փաստորեն այս իր մոտեցմամբ առաջին նախագահներն է գցել Հեյդար Ալիևին եւ հենց նախագահն ինքն էլ ասել, որ դրանից հետո որոշ ժամանակ Հայր Ալիևի ծպտումը դուրս չէր գալիս։ Հիմա փաստորեն Նիկոլ Փաշինյանն էլ նույն բանը ասում, նույն բանը փորձում անել, այդ լավ է, որ արդեն ինչ-որ մի բան Նիկոլ Փաշինյանը անում է, բայց եկեք խոստովանենք, որ իրավիճակները որքան էլ որ արտաքնապես նման լինեն, բայց նույնական չեն կարող լինել, որովհետև լրիվ տարբեր իրավիճակների հետ գործ ունենք։ Ինչ նկատի ունեմ։ Առաջին նախագահը կոնկրետ հարցի շուրջ բան էր առաջարկում, կոնկրետ հարցեր առաջարկում, կոնկրետ խնդիր էր առաջարկում լուծել, բայց ինչ առաջարկում Նիկոլ Փաշինյանը, մենք չգիտենք ինքը ինչի տակ է ուզում միակողմանիորեն ստորագրել, չգիտենք, եւ մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների արդի փուլում ամենակարևոր հարցերը ներառված չեն համաձայնագրի տեքստի մեջ։ Փաստորեն կա առանձին համաձայնագիր իր 17 կետերով, որոնք իբրև թե համաձայնեցված են եւ կան համաձայնագրից պայմանագրի տեքստից դուրս էլի մոտ 1 տասնյակ էլի պահանջներ։ Հիմա մենք չգիտենք Նիկոլ Փաշինյանը ինչի տակ է ստորագրում եւ նաեւ ողջամիտ կասկած կա, որ ամենակարևոր հարցերը, որ ամենակարևորն են, տեղ չեն գտել համաձայնագրի տեքստի մեջ, համաձայնագրից դուրս են։ Եվ հիմա ստորագրելով խաղաղության պայմանագիր կնքելով Նիկոլ Փաշինյանը ինչ է բերելու Հայաստանին։ Մենք գիտենք, թե Տեր-Պետրոսյանը ինչ է բերելու, եւ հիմա հետադարձ որ նայում ենք, ափսոսանքով ֆիքսում ենք, թե ինչ է բերում նա Հայաստանին։ Ինչ է բերում Նիկոլ Փաշինյանը Հայաստանին, ինչ հարց է լուծում։ Այնպես որ
Ինչքան էլ որ այս իրավիճակները նման լինեն, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը երբեմն երբեմն փորձի կրկնօրինակել Տեր-Պետրոսյանին, այնուամենայնիվ Տեր-Պետրոսյանը Տեր-Պետրոսյան է, եւ այս փորձը իմ կարծիքով Փաշինյանի փորձը ճուկ են եւ ոչ միտեղ չտանող, որովհետեւ մեծ հաշվով այս խաղաղություն կոչվածը գոնե դեռևս, նույնիսկ առանց այդ տեքստի վերջնական տարբերակը տեսնում, որ արժեք չի ներկայացնում եւ Ադրբեջանն էլ ամեն օր արժեզրկում է։ Եվ այս կրակոցների մասին ապատեղեկատվություն տարածել արժեզրկում է, ոչնչացնում է, եւ նաեւ ինչ նախնդիրը, եթե նորից էլի համեմատնենք Տեր-Պետրոսյանի այս կոմբինացիան, դիվանագիտական կոմբինացիան Հեյդար Ալիևին նեղելիցելով, կարող էր արդյունք ունենալ, որովհետեւ կար երրորդ կողմ, միջնորդ, որին Տեր-Պետրոսյանը կարող էր դիմել Ելցինն էր ժամանակ, Ռուսաստանի նախագահ եւ պարոն նախագահ, պարոն Ելցին, ես պատրաստ եմ ստորագրել, բերեք ստորագրեմ, եւ պարզա որ միջնորդը, ազդեցիկ միջնորդը Ելցինը պետք է շրջվի հարց տա Ալիևին։ Հիմա այս իրավիճակում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես պատրաստ եմ ստորագրել, ով է այդ միջնորդը, այդ ազդեցիկ կողմը, այդ գարանտը, երաշխավորը, որը հարցաղվելու Ալիևին, արդեն որդի Ալիևին, ով այդ հարց տվողը, ով պետք է Ալիևին հարցնի, դու ինչ կասես Փաշինյանը պատրաստ է ստորագրի։ Իմ խորին համոզմամբ այդպիսի կոնկրետ ինչ-որ մեկը չկա։ Եվ որքան էլ որ այդ պրոպագանդիստ կոչվածները, այդ վերլուծականգերը եթերներով պնդեն, որ Ալիևը վատ դրության մեջ է, Նիկոլ Փաշինյանը ծուղակն է գցել Ադրբեջանին եւ Իլհամ Ալիևը չգիտի գլուխը որ պատովը տա Հայաստանը ներնագցել, ինձ հիմա ծիծաղելի արդարացում են, որտեղ նորից եմ ասում, չկա այդ մեկը, որ հարցնի Ալիևին, ասի դու ինչ կասես Փաշինյանի կեցվածքի մասին, եւ այդ էլի ինչա բերելու Փաշինյանը Հայաստանին, ստորագրեցի, ինչա բերելու, արդյոք այդ խաղաղությունը նշանակում է իսկապես խաղաղություն, եւ որոնք են այդ խաղաղության ինստիտուցիոնալ հիմքերը լինելու ստորագրությունը, չեմ կարծում, թե ստորագրությունը կարող է ինչ-որ հիմք դառնալ, ինչ-որ խարիսկ դառնալ, որը պետք է ամուր հիմքը դառնա, որի վրա այդ ամբողջ գործընթացը պետք է խարացվի, չեմ կարծում, այս առումով Նիկոլ Փաշինյանի այս ջանքերը ապարդում են, այդ ամեն գնով ինչ-որ թուղթ կորզելու ջանքերը ու ակնհայտ է, որ առաջին հերթին ներքաղաքական նպատակներով փորձում է թուղթը կորզել, ներսում դիրքերը ամրապնդի եւ էլի ժամանակ շահի, որ Ալիևը զերծ մնա կրակելուց, ինքդ հասկանում է, չէ՞ որ հիմա կարծ պատերազմը բռնկվի, կարող է կատաստրոֆայով ավարտվել եւ իսկապես արդեն բառի բուն իմաստով կատաստրոֆայով, չնայած արդեն շատ աղետների միջով են անցել, բայց այս մեկը արդեն կարող է լինել վերջնական, այսինքն մեզ հասցնի դեպի գերեզմանակարը, Նիկոլ Փաշինյանն էլ է դա հասկանում եւ փորձում է հեռացնել դա առաջին հերթին նաեւ իր իշխանությունը պահելու համար, բայց էլի ինչպես է տիրապետող կարծիքը կա, ինքը այս մեթոդաբանությամբ ավելի է մոտեցնում այդ պատերազմը, ավելի է մոտեցնում աղետը առանց պատրաստվելու այդ պատերազմին, մենք չենք տեսնում նաեւ այդ պլան B-ի քննարկումը չենք տեսնում, կարող է լինել պլան B, որն է այդ պլան B, եթե ինչ-որ մի բան այնպես չի գնում, Ադրբեջանը որոշում է գնալ պատերազմի, որն ալնելու մեր գործողությունները, փաստացի մենք ստեղծում ենք այնպիսի պետություն եւ հասարակություն, այնպիսի հանրային կառույց, որ ի վիճակի չի լինելու դիմադրել, դիմադրության մոտիվացիա չկա, ամեն ինչ արժեզրկված են բոլոր այն հիմքերը, որոնք կարող են մարդկանց մոտիվացնել դեպի դիմադրությունը։ Եվ
Մենք ինչպես տեսնում ենք վերջին 7 տարիներին ինչ-որ ռազմավարական կամ մարտավարական հաջողություն Նիկոլ Փաշինյանի վարչակազմը արտաքին քաղաքականության մեջ չի կարողացել արձանագրել։ Անդադ այդ ինչ-որ բառակույտերով են հանդես եկել 2018 թվականից ի վեր, բանակցությունները սկսել են իրենց զրոյական կետից, փորձել են բերել այնպիսի կարգավորում, որը կբավարարի բոլոր կողմերի շահերը Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի ժողովրդի շահերը, այսինքն բառակույտ, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ իր բոլոր արտգործնախարարները Զորիկ Մնացականյանի գլխավորությամբ, այսինքն անդադ խոսել են ինչ-որ բառակույտերով, լոզունգներով, բայց որպես կանոն միշտ եղել է ձախողում, տապալել են բանակցային գործընթացը կամ ինչ-որ կեղծ օրակարգերի մեջ են մտել, ցույց տալով թե տեսեք մենք ինչ կում ենք, ինչ խելացի ենք, ու մեկը այլի տապալել են ամեն ինչ, չկա Հայաստանի պետության կողմից սահմանավորված մի խոսույթ, մի հատ նարատիվ, որը ի վերջո մինչև վերջ մենք կարողացել ենք զարգացնել եւ տեղ հասցնել, չկա անդադ 2-3 ամիսը մեկ Հայաստանի խոսույթը փոխվել է հատկապես 44-օրյա պատերազմից հետո, իսկ Ադրբեջանը ինչ խոսել է, ինչ առաջ ամոռել, դա ընկալելի է դարձել, ինչպես միջազգային կառույցներում, այնպես էլ այդ կառավարություններում երկրի ղեկավարների մոտ, այսինքն մենք չունենք հաջողության պատմություն եւ վստահաբար տեսնելով Փաշինյանի անցյալի փորձառությունը հասկանում ենք, որ այստեղ էլ է ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկ ական պայթելու է եւ Նիկոլ Փաշինյանի այս ֆռիկն էլ է ավարտվելու ձախողմամբ, եթե լիներ Փաշինյանի ձախողումը զուտ, դե կասենք դա լավ, մեղքի իր գլուխը ինչ ուզում է թողանի, բայց այն մարդիկ Հայաստանն են տանում, այս աղետի, եւ ամեն օր մենք մոտենում ենք էսկալացիայի, ամեն օր մենք մոտենում ենք ինչ-որ բախման, ինչ-որ տապալման, ինչ-որ ձախողման եւ բնականաբար ունենք մի կառավարություն, որը չի ուզում պատասխանատվություն ստանալ ու չի ստանալու այդ պատասխանատվությունը։ Իրանք զբաղված են էժանագին կրտիկներով, ֆռիկներով, մուտիկներով միջազգային հարաբերություններում, բայց ինչպես տեսնում ենք, ոչինչ չի ստացվում, ոչինչ չի ստացվում, Ադրբեջանը շարունակում է արհամարել Հայաստանի իշխանությանը, նույնիսկ հրաժարվում են իրենց այդ համատեղ հայտարարությամբ հանդես գալ առանձին, Հայաստանից առանձին են հայտարարություն տարածում, որ համադենագրի շուրջ համաձայնության են հասել։ Եվ այստեղ կան բազմաթիվ այլ գործոններ, այդ գործոնների մեջ Թուրքիայի գործոնը, Իրանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, այս ամեն ինչի մասին առաջարկում եմ առանձին խոսել այլ առիթով։ Այսօր սահմանափակվենք այդքան, ուղղակի այդ բանը շատ հետաքրքիր էր։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասեց միակողմանի պատրաստան ստորագրել, ու ակտիվորեն գրում էր, հիշեցի Տեր-Պետրոսյանական փորձառությունը ու ինքս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը մի բան տեսել է, բայց սխալ է հասկացել, էլի, եւ փորձել է կրկնել առանց հասկանալու, որ գործ ունենք այլ իրավիճակի հետ, առանց հասկանալու էական տարբերությունները։ Ինչևից ունենք ցավալի պատկեր եւ ունենք նաեւ հույս, որ ինչ-որ մի դրական տեղաշարժ կարող է լինել։ Ցավոք սրտի նույնիսկ ֆուտբոլիստները այդ ինչ-որ պատկերը չեն կարողանում փոխել դրական տեսանկյունից։ Հիշեցի Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղը, որտեղ 3-0 ջախջախիչ պարտություն կեցինք, այսինքն որևէ լավ բան չկա։ Մեզ անդադ քննադատում են, ասում են անդադ բացասական բաների մասին ենք խոսում, անդադ աղետի, բայց ուր է լավ բան ցույց տվեք, լավ բանի մասին խոսենք։ Անդադ Հայաստանը ոնց չգիտեմ, ինսուլտի աղբյուր ունի, ինսուլտի կամ ինֆարկտի աղբյուր, անդադ բան, անդադ ինչ-որ ձախողում։
Ինչպես է շատ չխորանամ, այս է հիմնական ասելիքը, մնացյալի մասին արդեն հետո այլ առիթով շնորհակալ եմ եւ մինչեւ ավարտել առաջարկում եմ բարենորդագրվեք մեր YouTube անալիքին, հավանեք, տարածեք, ընդհատեք իզրույցները, դա շատ կարևոր է մեր նախաձեռնության համար, լավ եղեք։